Երանի նրան, ում անօրենությունը ներված է, ում մեղքը ծածկված է։ Օրհնյալ է այն մարդը, ում Տերը հանցանք չի վերագրում, և ում հոգու մեջ նենգություն չկա։ Երբ լուռ մնացի, ոսկորներս մաշվում էին, ամբողջ օրը հառաչելուց, քանի որ ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրացավ իմ վրա, իմ խոնավությունն ամառվա երաշտի վերածվեց։ Իմ մեղքը քեզ հայտնեցի ու իմ անօրենությունը չթաքցրի, ասացի, թե խոստովանելու եմ Տիրոջն իմ հանցանքները, ու դու ներեցիր իմ մեղքի անօրենությունը։ Սրա համար էլ ամեն աստվածապաշտ աղոթելու է քեզ, այն ժամանակ, երբ դու կգտնվես։ Իսկապես, շատ ջրերի հեղեղները բարձրանալիս նրանց չեն հասնելու։ Դու ես իմ ապաստանը, պահպանելու ես ինձ նեղությունից, դու ինձ շրջապատելու ես փրկության երգերով։ Քեզ խրատելու եմ ու սովորեցնելու եմ քեզ գնալու ճամփան, իմ աչքերով առաջնորդելու եմ քեզ։ Մի եղեք ձիու կամ ջորու պես, որոնք հասկացողություն չունեն, որոնց բերանը պետք է սանձով ու պախուրձով կապես, որպեսզի քեզ չմոտենան։ Ամբարիշտը շատ վշտեր է տեսնելու, իսկ նրան, ով Տիրոջն է հուսացել, չորս կողմից ողորմությունն է շրջապատելու։ Տիրոջով ուրախ եղեք ու ցնծացեք, ով արդարներ, ցնծությամբ գոչեցեք, բոլորդ, որ սրտով շիտակ եք։